Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հեսու 10-րդ գլուխ Ամորհացիները գբարդվին։ Երբ Երուսաղեմի Ատոնիսեթեկ թագավորը լսեց, թե Հեսու Քային գրավեց ու զայն ավերեց, թե Քայիի եւ անոր թագավորին ըրավ այնպես, ինչպես Երիքովի ու անոր թագավորին ըրերեր, եւ թե Կապավոնի բնակիչները իսրայելացիներուն հետ խաղաղություն օրին ու անոնց մեջ են, ինք եւ իր ժողովուրդը չափազանց վախցան, քանի որ Կապավոն թագավորանիստ քաղաքի մբես մեծ քաղաք մներ, ան Քայեեն մեծ էր ու անոր բոլոր մարդիկը զորավոր էին։ Հետևաբար Երուսաղեմի Ատոնիսեթեկ թագավորը Քեփրոնի Հոհամ թագավորին, Երիմութի Փիրամ թագավորին, Լակիսի Հապիե թագավորին ու Էկրոնի Թափիր թագավորին մարդ ղրգեց ըսելով. Իմ քովս բարձրացեք եւ ինձ օգնեցեք, որբեսի Կապավոնը զարնենք, քանի որ Հեսուի հետ ու Իսրայելի որդիներուն հետ խաղաղություն ըրավ։ Ուստի ամորհացիներուն 5 թագավորները, Երուսաղեմի թագավորը, Քեփրոնի թագավորը, Երիմութի թագավորը, Լակիսի թագավորն ու Էկրոնի թագավորը հավաքվեցան եւ իրենք ու իրենց բոլոր բանակները բարձրացան, Կապավոնի թիմաց բանագեցան եւ անորթեմ բادرազմեցան։ Կապավոնի մարդիկը Հեսուի մարդ ղրգեցին քաղաքաղայի բանակավայրը ըսելով. Քու ծառաներդ ցերկդ մի քաշեր, շուտով մերքով բարձրացիր, ազատե մեզ եւ օգնե մեզի, քանի որ լեռնապնակ ամորհացիներուն բոլոր թագավորները մեզի թեմ հավաքվեցան։ Ուստի Հեսու քաղաքաղային բարձրացավ, ինք եւ իրեն հետ ամբողջ բادرազմի ժողովուրդը, բոլոր զորավոր գդրիչները։ Դերը Հեսուի ասավ. Անոնցմե մի վախնար, քանի զանոնք ու ցերկդ մատնեցի, անոնցմե ոչ մեկը պիտի գարենա արջևդ գայնիլ։ Հեսու քաղաքաղային ամբողջ գիշերը քալելով հանգարձակի անոնց վրա հասավ։ Դերը զանոնք խուջաբի մատնեց Իսրայելի արջև, որ զանոնք Կապավոնի մոտ մեծ բարդության մատնեց, զանոնք Փեթորոն Փարսացող ջամփային վրա հալածեց եւ զանոնք մինչև Ազեգա ու Մագետա զարգավ։ Երբ անոնք Իսրայելի արջևեն գփախչեին եւ Փեթորոնի զարիվայրեն գիչնեին, դերը անոնց վրա երկինքեն գարգուդի մեծ քարեր նետեց մինչև Ազեգա ու Մերան։ Գարգուդի քարերեն մերնողները Իսրայելի որդիներուն սուրով մերծուցածներեն շատ էին։ Այն ադեն Հեսու դիրոջ հետ խոսեցավ, այն օրը երբ դերը ամորհացիները Իսրայելի որդիներուն ցերկը մատնեց եւ Իսրայելի արջև ասավ. Արև, Կապավոնի թիմաց կեցիր, իսկ տուն լուսին Այեղոնի հովիդին թիմաց։ Ուստի արևը գեցավ եւ լուսինը իր դեղը մնաց մինչեւ որ ազգը իր թշնամիներեն վրեժ արավ։ Միթե ասիգա ուղիղին քիրքի մեջ գրված չէ, արևը երկինքի մեջտեղը մնաց ու լման մեկ օրվան չափ մայր մտնելու չփութած։ Ադորբես օր չեղավ, ոչ անգի առաջ եւ ոչ անգե ետ, եւ դերը մարդումը խոսքը մտի գրավ, որովհետեւ դերը Իսրայելի համար բادرազմեցավ։ Հեսու քերի գարնե 5 թագավորներ։ Ապա Հեսու եւ իրեն հետ ամբողջ Իսրայելը քաղաքաղա բանակավայրը վերադարձան։ 5 թագավորները փախան ու Մագետա քարայրին մեջ բահվեցան։ Ուստի Հեսուի իմացուցին այդ 5 թագավորները Մագետա գտնվեցան քարայրի մեջ բահված։ Հեսու ասավ. Քարայրին բացվածքը մեծ քարեր կլորեցեք եւ անորքով մարդիկ թրեք, որբեսի զանոնք բահբանեն։ Բայց դուք մի գնաք, ձեր թշնամիները հետաբնթեցեք ու անոնց վերջամնացները զարգեք, անոնց մի թույլատրեք, որ իրենց քաղաքները մտնեն, քանի դերը ձեր Աստվածը զանոնք ձեր ցերկը մատնեց։ Երբ Հեսու Իսրայելի որդիներուն հետ ավարտեց զանոնք հույժ մեծ բարդության մատնելը, մինչև որ զանոնք հացուց, անոնցմե մնացած վերաբրողները բարսպաբատ քաղաքներու մեջ մտան։ Ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ Հեսուի վերադարձավ։ Մագետա բանակավայրը եւ Իսրայելի որդիներուն թեմ ոչ մեկը իր լեզուն շարժեց։ Հետո Հեսու ասավ. Քարայրին բերանը բացեք, քարայրեն այդ 5 թագավորները հանեցեք ու ինձի բերեք։ Այդպես ալարին, քարայրեն այդ 5 թագավորները, Երուսաղեմի թագավորը, Քեփրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լակիսի թագավորն ու Էգխոնի թագավորը հանեցին եւ անոր դարին։
Երբ այս թագավորները Հեսուի առջև ելան, Հեսու Իսրայելի բոլոր մարդիկը կանչեց ու իրեն հետ կացող բادرազմիկներու մեծավորներուն ասավ. «Մոտեցեք եւ ձեր ոտքերը այս թագավորներուն վիզերուն վրա դրեք»։ Անոնք ալ մոտեցան ու իրենց ոտքերը անոնց վիզերուն վրա դրին։ Հեսու անոնց ասավ. «Մի վախնակ եւ մի զարուրիկ, ուժողցեք ու քաչ եղեք, քանի որ Տերը այսպես պիտի անե ձեր բոլոր թշնամիներուն, որոնց դեմ դուք պիտի պատերազմիք»։ Ապա Հեսու զանոնք զարգավ, զանոնք մերցուց եւ զանոնք 5 ծառե գախեց, ծառերուն վրա մինչեւ իր գուն գախված մնացին։ Արևին մայր մտնելու ադենը Հեսու հրամայեց, որ զանոնք ծառերեն իջեցնեն ու զանոնք նետեն քարայրին մեջ, ուր բահվդած էին։ Քարայրին բացվածքը մեծ քարեր տրին, որոնք կգենան մինչև այսօր։ Հեսու գկրավե ավելի երկիրներ։ Հեսու նույն օրը Մագետանալ կրավեց, զայն սուրի Փերանի անցուց, անոր թագավորն ու անոր մեջ գտնված բոլոր անձերը անջիդեց եւ ոչ մեկ վերաբրող թողուց։ Մագետայի թագավորին ալ ըրավ այնպես, ինչպես Երիքովի թագավորին ըրեր էր։ Հետո Հեսու եւ իրեն հետ ամբողջ Իսրայելը Մագետայեն Լիբնա անցան ու Լեբնայի թեմ պատերազմեցան։ Դերը զայն ալ անոր թագավորով Իսրայելի ցերկը մատնեց, զայն ու անոր մեջ գտնված բոլոր անձերը սուրի Փերանի անցուցին եւ ոչ մեկ վերաբրող թողուցին։ Անոր թագավորին ըրին այնպես, ինչպես Երիքովի թագավորին ըրեր էին։ Ապա Հեսու իրեն հետ ամբողջ Իսրայելը Լեբնայեն Լակիս անցան եւ անոր թիմած բանագելով անոր թեմ պատերազմեցան։ Դերը Լակիսը Իսրայելի ցերկը մատնեց ու երկրորդ օրը զայն կրավելով զայն եւ անոր մեջ գտնված բոլոր անձերը սուրի Փերանի անցուցին, ինչպես Լեբնայի ըրեր էին։ Այն ադեն Քազերի Հորամ թագավորը բարձրացավ Լակիսի օգնելու։ Հեսու զայն ու անոր ժողովուրդը զարգավ, այնպես որ անոնցմե ոչ մեկ վերաբրող մնաց։ Հետո Հեսու եւ իրեն հետ ամբողջ Իսրայելը Լակիսեն Էգխոն անցան ու անոր թիմած բանագելով անոր թեմ պատերազմեցան։ Նույն օրը զայն կրավելով սուրի Փերանի անցուցին եւ Հեսու նույն օրը անոր մեջ գտնված բոլոր անձերը անջիդեց, ինչպես Լակիսի ըրեր էր։ Ապա Հեսու ու իրեն հետ ամբողջ Իսրայելը Էգխոնեն Քեփրոն փարշացան եւ անոր թեմ պատերազմեցան։ Զայն կրավել է յետ սուրի Փերանի անցուցին զայն։ Անոր թագավորը, անոր բոլոր քաղաքներն ու անոր մեջ գտնված բոլոր անձերը եւ ոչ մեկ վերաբրող թողուցին, ինչպես Էգխոնի ըրեր էին։ Այսպես զայն ու անոր մեջ գտնված բոլոր անձերը անջիդեցին։ Հետո Հեսու եւ իրեն հետ ամբողջ Իսրայելը թափիր վերադարձան ու անոր թեմ պատերազմեցան։ Զայն անոր թագավորը եւ անոր բոլոր քաղաքները կրավեցին։ Զանոնք սուրի Փերանի անցուցին ու անոր մեջ գտնված բոլոր անձերը անջիդեցին եւ ոչ մեկ վերաբրող թողուցին, ինչպես Քեփրոնի ըրեր էին եւ ինչպես Լեբնայի ու անոր թագավորին ըրեր էին, նույնպես ալ Թափիրի եւ անոր թագավորին ըրին։ Հեսու ամբողջ երկիրը զարգավ, Լեռնագոմը, Հարավային գոմը, Թաշտակեդինը եւ Լեռներուն ըստորոդը, նաեւ անոնց բոլոր թագավորները։ Ոչ մեկ վերաբրող թողուց, հաբա ամեն շնչավոր անջիդեց, ինչպես դերը Իսրայելի Աստվածը պատվիրեր էր։ Հեսու զանոնք զարգավ, Գաթես Փարնիայեն մինչև Քազա եւ ամբողջ Քոսոմի երկիրը մինչև Կապավոն։ Հեսու մեկ անգամեն կրավեց այս բոլոր թագավորներն ու անոնց երկիրը, քանի որ դերը Իսրայելի Աստվածը կպատերազմեր Իսրայելի համար։ Հետո Հեսու եւ իրեն հետ ամբողջ Իսրայելը քաղաքաղա Փանագավայրը վերադարձան։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։